Ահավասիկ այն 7 աստղերի և 7 ոսկե ճրագակալների խորհուրդը, որ տեսար իմ աջ ձեռքին։ 7 աստղերը 7 եկեղեցիների հրեշտակներն են, իսկ 7 ճրագակալները 7 եկեղեցիները։ Հովհաննեսի տեսիլքում Հիսուս Քրիստոսը կանգնած է և իր ձեռքում պահում է 7 աստղերը, որ 7 եկեղեցիների պատգամաբերներն են, և 7 ոսկե ճրագակալները, որ 7 եկեղեցիներն են։ Քրիստոս Տերը բացատրում է Հովհաննեսին տեսած տեսիլքը։ Սա խորհուրդ է, մի բան, որ տեսանելի է տեսիլքում, բայց պետք է բացատրվի Աստծո կողմից։ Հիսուսն ինքն է բացում տեսածի իմաստը։ 7 աստղերը ներկայացնում են 7 եկեղեցիների հրեշտակներին, պատգամաբերներ, որ Հիսուսի աջ ձեռքում են, նրա իշխանության և վերահսկողության ներքո։ 7 ոսկե ճրագակալները ներկայացնում են 7 եկեղեցիները։ Եկեղեցին կոչված է լույս տալու մութ աշխարհում, բայց ճրագակալը լույսի աղբյուր չէ, այլ լույս կրող։ Լույսը Քրիստոսից է և լույսը Քրիստոսում է։ Քրիստոսը քայլում է ճրագակալների մեջ, նա ներկա է իր եկեղեցում։ Հովհաննեսը գրում է. «Ես շրջվեցի տեսնելու, թե ում ձայնն է ինձ հետ խոսում, և երբ շրջվեցի, 7 ոսկե ճրագակալներ տեսա, իսկ 7 ճրագակալների մեջտեղում մարդու որդուն նման մեկին, երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկե գոտի կապած։ Նա քայլում է մեր մեջ և պահում իր եկեղեցիները իր աջ ձեռքում, մինչև իր հայտնվելը։ Աջ ձեռքը Սուրբ գրքում իշխանության, ուժի և պաշտպանության խորհրդանիշն է։ Սա նշանակում է, որ եկեղեցին Քրիստոսի վերահսկողության, հոգացության և հավատարիմ պահպանության ներքո է։ Նա տեսնում է, ճանաչում է, ուղղում է և պահում է իր եկեղեցին մինչ իր փառավոր վերադարձը։ Եթե այսօր քեզ թվում է, թե եկեղեցին թույլ է կամ նրա ծառայությունը անտեսված, հիշիր այս ճշմարտությունը. եկեղեցին նրա ձեռքում է։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ դու պահում ես քո եկեղեցին